Իմ պապին է։ Իմ պապին Գոնքսյան Սերգեյ Ստիպանովիչ 12 թվին մասնակցել է Կերչի Оборона Կավկազը վերջում եղել է վերջում եղել է Երևանսկի գարնիզոնի կոմանդիրը իր ծառայության վերջում էլի Ինչ կարամ պատմեմ, հերոս պապի եմ ունեցել Այո, благодарный внуки Այսպես ասած Հաղթանակի օրվա այդ կապված ինչ էր պատում, երբ իմացան, որ հաղթել են Ինչ եմ ինքը Ինչ էր պատմում, որ իմացան հաղթել են, ինչպես են նշել Ես իմ երեխեքին միշտ սովորացրել եմ Միշտ, որովհետև առանց այս հաղթանակի Հայաստանն էլ կարող է չլիներ Առանց այս հաղթանակի շատ բան չէր լինի ու մեր ժողովուրդները պետք է միասին ապրեն, հզոր լինեն։ Հզորությունը միասնության մեջ է։ Մենակ դա կարամ ասեմ։ Մեկ էլ միշտ պետք է հիշենք մեր անցյալը, որովհետև առանց անցյալ չի լինի ապագա։ Ոչ մի ժողովուրդ չունի ապագա առանց անցյալը։ Եթե չունի, մանավանդ փառահեղ անցյալ։ Այսքան։ Ինչ եմ պատմում։ Դե ես ճիշտ ասած պապին այտենց չեմ հիշում փոքր եմ եղել, որ դե պապան պատմում էր, որ կռվել է, շատ խիստ մարդ է եղել, շատ ուժեղ զինվորական է եղել, նա տարբեր մեծ, որ ասում է բայվոյ պուցը շատ մեծ է եղել, իր ճանապարհը, ինչ կարամ էլ ասեմ։ Եռատոն էինք միշտ նշում այսօրը մեծ շուքով, ուրախությամբ եւ Հայաստանում եւ Արցախում, ինչ եք կարծում, մենք կնշենք էլի եռատոնը։ Ես նորից մեր հաղթանակները չի կարելի վերցնել մեր ձեռից։ Դա Շուշի վերցնում ենք հիշում, գրավում է, ազատագրում ավելի շուտ։ Ամեն ինչն էլ հիշում ենք։ Մեր հաղթանակները չի կարելի մեզնից խլել։ Ով ուզում է լինի։ Մենք չենք թողի մեր հաղթանակները։ Մենք 300,000 մարդ ենք, հայ ենք կորցրել։ Հայաստանի քաղաքացի ենք կորցրել։ Ոնց կարող եմ մոռանանք 15,000 պատերազմում ենք Շուշվի կորցրել Ղարաբաղյան, Արցախյան։ Եվ ով ուզում է այդ մեր հաղթանակը մեր ձեռքից խլի, նա ազնիվ մարդ չի եւ ուրիշ նպատակներ ունի։ Այսպես որ մենք միշտ պետք է մեր երեխաներին սովորացնենք, մենք միշտ պետք է հիշենք մեր փառահեղ անցյալը եւ ներկան։ Եվ մեր մոտ ամեն ինչ լավ կլինի։ Եթե չմոռանանք։ Շնորհակալություն։